Հնգորյա դադարից հետո Փաշինյանը վերսկսել է թաղծոտ սրտիկ օպերացիան։ TikTok, Facebook, Instagram վիրուս է ընկել։ Կայծակի արագությամբ է տարածվում դեռահասական թրենդը փոքրացած Հայաստանի վարչապետի կատարմամբ։ Instagram-ի ու TikTok-ի հակառակ կողմում ոչ թե վիրտուալ, այլ իրական Հայաստանում մարդիկ զզված են այս տեսարանից։ Ինձ թվում է դա նորմալ չի, վարչապետը պետք է մի փոքր իրան ավելի լուրջ պահի, իսկ իր արածները ուղղակի ծաղրանքային։ Ճիշտ ասած, ունեն ապուշ բաներ անում, դաժե չեմ էլ ուզում նայեմ։ Չգիտեմ ինչա փորձում դրանով ցույց տա, բայց ամենայն դեպս ժողովուրդը իրան տանել չի կարում, դա պիտի ինքը հասկանա, էլի։ Ինչքան ուզում է սրտիկներ ուղարկի, ինքը ոչ մի բան չի կարա փոխել։ Բացում է ուղղակի ուզում է ժողովրդի ուշադրությունը սևեռի իր վրա։ Մարդիկ բնազդով են զգում, որ Փաշինյանը ընդամենը փորձում է ուշադրություն գրավել, հետ բերել 2018-ի կորսված փառքը։ Քաղտեխնոլոգները նույն կարծիքին են։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի միշտ ամեն օր ինչ-որ մի օրակարգ մտցնել դաշտ, մեդիա դաշտ, թե հանրային դաշտ, որպեսզի իր մասին խոսեն, քննադատեն, տրոլինգ անեն, իր գլխավոր խնդիրը որպեսզի որևէ այլ օրակարգ այդ օրը դոմինանտ չլինի։ Ըստ Վիգեն Հակոբյանի, չնայած Փաշինյանի սրտաճմլիկ վիդեոները միշտ ժամանակակից սոցցանցերի ռեքում են, իրական կյանքում դրանք գցում են նրա վարկանիշը։ Փաշինյանը չի կարող դա չիմանալ։ Պատահական չի համարում քաղտեխնոլոգը, որ Facebook-ից դուրս գալուց հետո Փաշինյանը չի մոռանում կոշտ հրահանգներ տալ։ Ընդդիմախոսների ձերբակալությունները, սպառնալիքներն ու ասֆալտին փռելու օպերացիաները դրա վկայությունն է համարում Հակոբյանը։ Իրանք փորձում են պուպուշ, բարի հեծանիվ քշելով, սրտիկներ անելով, փորձում են, բայց տեսնում են, որ առանձնապես ամենայն դեպս վարկանիշային առումով իրենց մոտ որևէ հաջողություններ չկան։ Իրենց մնում է ուժային գործողությունների դիմել, փորձել հպատակեցնել ամեն ինչ, այն ինչ որ հնարավոր է, այսպես ասենք։ Այս առումով ցույց տալու, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենք են տանտերը, ինչ կուզեն կանեն, ում կուզեն ձերբակալեն, կնստացնեն։ Փաստաբաններին Facebook-ում իրենց կարծիքն արտահայտելու, հոգևորականներին իշխանությանը քննադատելու, ընդդիմադիր համայնքապետերին զուտ ընտրական հաջողության համար ձերբակալելով, Փաշինյանն ուզում է երկրում վախի մթնոլորտ ստեղծել ընտրություններից առաջ։ Իր գլխավոր նպատակը ներսում մթնոլորտ փոխել այն առումով, որ ցույց տալ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզում եք արեք, ոչ մի բան չի լինի։ Վախի մթնոլորտը ըստ Հակոբյանի դարձել է 2026 թվականին վերարտադրվելու Փաշինյանի վերջին հույսը։ Բայց քաղտեխնոլոգը վստահ է, որ սխալ խաղադրույք է արել Փաշինյանը։ Ընտրության օրը վերջին պահին ամեն քաղաքացի մենակ է լինելու քվյախցիկում ու կատարելու է իր անվախ ընտրությունը։ Լիլիթ Գասպարյան, Լանա Համբարձումյան, Նուրայր Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։